Հարգելի բարեկամ, ես բավականին քանակով տեսահոլովակներ ունեմ աղոթքի մասին, տարբեր ձևի տեսահոլովակներ, տարբեր նյութի մասին կապված աղոթքի հետ, այսօր որոշեցի նորից խոսել աղոթքի մասին, ոչ թե ինչ կարևոր է աղոթքը մեր կյանքի մեջ, որտեվ առանց իմ ասելու էլ բոլորս գիտենք դա կարևոր է եւ պետքական մի բան է, նույնիսկ ոչ քրիստոնյաները դա կարևորություն են տալիս իրենց աղոթքներին։ Այսօր կուզենայի խոսել ավելի նրա մասին, թե մենք իրոք հասկացել ենք, թե Տերը մեզանից ինչ էր ուզում, երբ որ սովորեցնում էր աղոթել։ Արդյոք մենք ճիշտ ենք ընկալել, արդյոք մեզ համար աղոթքը ինչ է։ Կարևորությունը գիտենք, բայց ինչ է մեզ համար աղոթքը։ Քրիստոնյան պետք է աճի, ինքը պետք է անդադ զարգանա, մեծանա, ասենց ասեմ, որտեվ ոչ թե այն ինչ որ ժամանակին միջև է տարել ենք, մտածել ենք, խոսել ենք, դա սխալ է եղել։ Ոչ, որտեվ դա մենք փոքր ժամանակ տարբեր ձև ենք ինչ-որ նյութերի վերաբերյալ մտածում կամ գիտակցում, երբ որ մեծանում ես, սկսում ես ուրիշ ձևի մտածել։ Այսինքն մեծանում ես, դա նման է մի բանի, երբ որ փոքր երեխան հագուստ ունի, հագնում է, եւ երբ որ մեծանում է, այդ հագուստը պետք է փոխի, որտեվ հագուստը իր հետ չի մեծանում։ Նույնն էլ կերակուրը, երեխան փոքր կաթ է խմում, մեծանում է, պինդ կերակուր է ուտում, փոքր ժամանակ այդ պինդ կերակուրը չի կարող ուտել, մեծանալ եթե այդ կաթը խմի, իրեն օգուտ չի տա, ինքը չի աճի, հիվանդություններ կառաջանան։ Այդպես էլ հոգևոր բան է, դրա համար կյանքի մեջ այսօր այդ աղոթքը մեզ համար ինչ է, ինչ ենք հասկանում ասելուց աղոթել։ Այսօր կխոսեմ դրա մասին։ Ճիշտն ասած, այս նյութի մասին մոտ 2 շաբաթ առաջ է ուզում խոսել եւ ճիշտն ասած չէի կարող կենտրոնանալ, հիմա էլ մի քիչ դժվար է կենտրոնանալ, երևի այս ահազանգերն են, որ այստեղ խանգարում են կենտրոնանալու, այսինքն ավելի ճիշտ ասած չես կարող քնես, գիշերը արթնանում ես, չես կարող քնես, անդադ sense քնա վիճակի մեջ ես լինում եւ բացի այն էլ ունեմ մի աշխատանք ունեմ, այդ ամբողջությամբ կենտրոնացած եմ այդ աշխատանքի վրա եւ ձևով մոռանում եմ անդրադառնալ մեր տեսահոլովակներին, ճակերտյալ մոռանում եմ, կենտրոնացումս այնտեղ է, դրա համար խնդրում եմ ձեր աղոթքները, որ կարողանամ այդ գործը Տիրոջ օգնությամբ եւ իբարս Աստծո վերջացնեմ։ Դեռ չեմ ուզում ասել, ժամանակին ամեն բան կտեղեկացնեմ։ Ուրեմն այսօր կխոսենք ինչ է մեզ համար աղոթքը։ Ճիշտ ենք արդյոք հասկացել Տիրոջը։ Ճիշտ ենք հասկանում մեր եկեղեցու հայրերին։ Խաղաղություն քեզ, հարգելի բարեկամ։ Քրիստոնյան պետք է իր կյանքի մեջ ունենա չափանիշներ որոշ բաների համար, որ հասկանա, թե ինքը ինչ ընթացքի մեջ է։ Այսօր որտեվ խոսում ենք աղոթքի մասին, ասեմ աղոթքի վերաբերյալ այդ չափանիշները փորձենք։ Մի հատ նայեք, այդ հարցը ձեզի դուք փորձեք տեսնել, որքանով եք դուք ձեր աղոթքի մեջ խնդրում նյութական ինչ որտեղ բաներ։ Լինի, այսինքն երբ որ նման նեղության մեջ եք լինում, առողջական, դրամական, այսինքն տարբեր բաներից, դուք որքանով եք լծվում այդ աղոթքի մեջ եւ ինչ եք խնդրում այդ աղոթքի մեջ։ Եթե մեծամասամբ դա ձեր նյութական բաներ խնդրելն է եւ ակնկալությունները, նշանակում է դեռ դուք նյութական մարդ եք։ Այսինքն դուք չեք հասկացել Տիրոջ աղոթքը ինչ է, ինչ նկատի ուներ մեր Տերը։ Այո, դա էլ է հարկավոր, ես դրա համար չեմ ասում դա սխալ է, բայց ուզում եմ ասեմ դեռ հոգևոր վիճակ չի, որտեղ դուք չեք հասկացել։ Հիմա օրինակ բերեմ մի երեխա, փոքրիկ երեխա, որը ծնողից հեռանում է, փախնում է, կորցնում է ծնողին, այսպես ասեմ, ինքը խուճապի մեջ են գնում եւ սկսում է լացել, գոռալ եւ ինչ է գոռում, մամա է կանչում։
մամա է կանչում, որտեղ վախում եմ հետը մի բան լինի, եւ իսկ մյուս երեխան, որը միշտ մամայի կողքն է, մամայից չի հեռացել, ինքը շատ հանգիստ է։ Ինքը այդ խոճապի մեջ չի ընկնում, որտեղ վստահ է, որ մաման իր հետ է եւ իրեն բան չի լինի։ Եվ ոնց որ ասած առանց խնդիրների կմնա եւ այն հոգսերը ինչ որ ինքը իրեն հարկավոր է առանց իր խնդրելու մաման այդ հարցերը լուծում է օրինակ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է մենք երբ որ փոքրիկ երեխան լացում է ծնողը նոր լսում գալիս իր հոգսերը կատարում այսինքն կերակրում է տակն է փոխում մի քիչ մեծանում ենք սկսում ենք խնդրել լեզուի գալիս մեր, սկսում ենք խնդրել ինչ որտեղ հոգսերի մասին, դա ասում է այդ սրբերն են, որոնք խնդրում են եւ ասում է հրեշտակները, որոնք այն հասակի են հասել, որ իրենք գնում այդ ամեն ինչ ինչ որ կա վերցնում են առանց խնդրելու։ Դա հրեշտակներն են։ Այո, դա մեզ օրինակ է, չափանիշ է ուղղորդվելու, բայց դա չի նշանակում, որ մենք չենք կարող խնդրել եւ չենք կարող վերցնել այն, ինչ որ դրված է, ինչ որ Աստված մեզ տվել է։ Դրա համար այսօր կուզեմ խոսել այդ դրա մասին, թե որքանով ենք մենք ճիշտ հասկացել աղոթքը։ Ուրեմն գանք մեր Տիրոջ խոսքերին, որը ավելի Պողոս առաքյալն է ասում Փիլիպեցիների ուղված թղթում, կներեք Կողոսացիների ուղված թղթում։ Արդ եթե Քրիստոսի հետ հարություն առակ, ապա փնտրեք այն, ինչ վերևում է, որտեղ Քրիստոսն է, Աստծո աջ կողմում նստած։ Վերևում եղած բաների մասին մտածեք եւ ոչ թե այն, ինչ երկրի վրա է, որտեղ դուք մեռաք ու ձեր կյանքը ծածկված է Քրիստոսի հետ Աստծո մեջ, բայց երբ Քրիստոսը մեր կյանքը հայտնվի, այն ժամանակ դուք էլ նրա հետ փառքով կհայտնվեք։ Այսինքն մեզ Պողոսը խնդրում է, որ մենք երկնային բաներ խորհենք։ Իսկ երբ որ դու երկնային բան ես խորում, դու սկսում ես այդ երկնային բաները խնդրել։ Ոչ թե այն ինչ որ երկրի վրա է նյութական բաներ խնդրելու։ Օրինակ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, ասենց մի օրինակ է բերում, ասում է թագավորի մոտ եթե մտնես, դու չես գնա թագավորից ցածր փոքր բաներ ուզելու, թագավորից մեծ բաներ կուզենաս։ Որտեվ դա երբ որ դու գնում ես թագավորից այտենց ցածր բաներ ես ուզում, նյութական բաներ ես ուզում, դա իրան նյութական ասելով, այսինքն էժան բաներ ես ուզում, դա վիրավորանք է։ Նույնն էլ մենք երբ որ Տիրոջ առջև կանգնում ենք ու նյութական բաներ ենք խնդրում, դա անարգանք է Աստծուն, որը իր միածին որդին է ուղարկել, ինքը որ մի խոսքով էս տիեզերքն ու երկինքն ու երկիրն է ստեղծել, դու գնում ես որտեղ խնդրում ես գործերիդ հաջողություն, դու խնդրում ես աշխատավարձդ բարձրանա, առողջական բաներ ես խնդրում, գործիդ բան, մեկ ամուսնություն ա խնդրում, առօտից իրիկուն դրա մասին աղոթում խնդրում։ Այսինքն սա ցածր փոքր բաներ են։ Հիմա կամաց կգանք, հիմա կասեք, բա ինչա չխնդրենք, չէ։ Հիմա նայեք Տերը ինչ է ասում հետևյալ բանը։ Ձեր համար գանձեր մի դիզեք երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգն է ապականում եւ որտեղ գողերը սողորսկում են ու գողանում են։ Այլ ձեր համար երկնքում գանձեր դիզեք, որտեղ ոչ ցեցը, ոչ ժանգը չեն ապականում, ոչ էլ գողերն են սողորսում եւ գողանում, որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սիրտը կլինի։ Այսինքն երբ որ մեր գանձը որն է, մեր գանձը եթե նյութական աշխարհն է, սա աշխարհի վրա, մեր սիրտն էլ այնտեղ է, այսինքն մեր սիրտը զբաղված կլինի դրանով, մեր մտքերը զբաղված կլինեն դրանով, բնական է մենք կսկսենք աղոթել այդ բաների մասին։ Շարունակենք Տիրոջ մյուս խոսքերը։ Վարքյան։ Ասում ոչ ոք չի կարող երկու Տիրոջ ծառայել, որտեվ կամ մեկին մատնի, մեկին կատի, մյուսին կսիրի, կամ էլ մեկն կմեծարի, մյուսին կարհամարի։ Չեք կարող ծառայել Աստծուն եւ մամոնային։ Այսինքն քրիստոնյա լինելով դու չես կարող միաժամանակ հոգևոր բաներ խնդրել եւ մարմնավոր, այսինքն նյութական բաներ խնդրելը։ Այսինքն չես կարող կամ այն, հիմա ավելի շարունակենք, տեսնենք, սա Մատթեոսի 6-րդ գլուխն է։ Դրա համար էլ շարունակում եմ։ Դրա համար էլ ասում եմ ձեզ,
Մի հոգացեք ձեր կյանքի համար, թե ինչ պիտի ուտեք կամ ինչ պիտի խմեք, ոչ էլ ձեր մարմնի համար, թե ինչ պիտի հագնեք, չէ՞ որ կյանքն առավել է, քան կերակուրը, եւ մարմինը առավել, քան հագուստը։ Նայեք, երկրի թռչունները, որոնք չեն սերմանում ու չեն հնձում, ոչ էլ չտեմարանների մեջ ամբարում, եւ ձեր երկնավոր հայրը նրանց կերակրում է, չէ՞ որ դուք առավել եք, քան նրանք։ Ձեզանից ով կարող է հոգալով իր հասակի վրա եւս մի կանգուն ավելացնել։ Եվ հագուստի համար ինչու եք հոգում։ Նայեք վայրի շուշանները ինչպես են աճում ու ջանք չեն թափում, ոչ էլ մանում։ Ասում եմ ձեզ, նույնիսկ Սողոմոնը իր ամբողջ փառքի մեջ նրանցից ոչ մեկի պես չհագնվեց։ Եթե դաշտի խոտին, որ այսօր կա, բայց վաղը հնձոցն է գցվում, Աստված այդպես է հագցնում, որքան առավել ձեզ կհագցնի թերահավատներ։ Տեսնում եք, երբ որ մենք այս բաների մասին ենք մտածում, Տերը մեզ թերահավատ է բացատրում, ասում։ Շարունակենք։ Ուրեմն մի մտահոգվեք ասելով ինչ եմ ուտելու կամ ինչ ենք խմելու կամ ինչ ենք հագնելու, որովհետև այդ ամենը հեթանոսներն են փնտրում, որովհետև ձեր երկնավոր հայրը գիտի, որ դուք այդ ամենը կարիք ունեք։ Դուք նախ Աստծո արքայությունը, նրա արդարությունը փնտրեք եւ այդ ամենը ավելիով ձեզ կտրվի։ Արդ վաղվա մասին մի հոգացեք, որովհետև վաղվա օրն ունի իր հոգսերը։ Յուրաքանչյուր օրվա հոգսերը ինքնին բավական են։ Տեսնում եք ինչ է ասում Տերը։ Ինքը այն, երբ որ մենք մարմնավոր բաներ ենք խնդրում, նյութական բաներ ենք խնդրում, իսկ խնդրելը գալիս է ինչից։ Մտահոգությունից, երբ որ դու սկսում ես մտահոգվել, մտահոգվում ես, իսկ մտահոգությունը ինչից է գալի, դու մտածում ես, որ հիմա կպակասի, բա որ վաղել հիմա պատերազմ լինի, սով լինի, համաճարակ լինի, մենք ինչ ենք անելու, ուտելիք չի լինելու, սկսում ես մտածել։ Նամանդ գիտեք, երբ որ այս Երուսաղեմ շատ հստակ է լինում, երբ որ այս պատերազմային վիճակ անցած տարի, հիմա էլ Իրանի հետ սկսեցին շուկայում ես տարածել վերջ պատերազմ լինելու, ապրանքները վերանալու են, դուք տեսնեիք մարդիկ ինչ խուճապով սկսեցին այդ ապրանքներ գնել, բերել, ջուր, զուգարանի թուղթ, ուտելիքներ, պահածոներ։ Դե բնական է այդ մարդիկ այդ աղմուկը գցեցին, որ իրենց ապրանքները վաճառեն մի կողմից, բայց մյուս կողմից մարդն է ինքը մտահոգ է վաղվա օրը համար։ Տերը այդ մարդկանց ասում է անթերահավատներ եւ ասում է այդ բաները հեթանոսներն է, հեթանոս, որտեվ ինքը այդ հույսը չունի, ինքը չունի Աստված, ինքը չունի Տեր, որը իրեն կպետք է փրկի, ինքը սուտ բաներին է հավատում։ Դրա համար եթե դու այսօր անդադ քո միտքը զբաղված է այդ բանով ինչ կլինի, բա որ հիմա սենց կլինի, բա որ նես կլինի, նշանակում է դու թերահավատ ես։ Դու Տիրոջ այդ աղոթքի բանը չես հասկացել ինչ է։ Դրա համար ասում եմ նախ փնտրեցեք արքայությունը եւ նրա արդարությունը եւ մնացածը ավելիով կտրվի։ Չէ՞ որ Տերը գիտի, որ դու կարիք ունես ուտելու, որտեվ ինքն է ստեղծել մեզ այս մարմնեղենը, որը պետքա սնվի։ Ինքը գիտի այդ բաները, դրա համար ինքը այդ հնարավորությունները կտա, որ դուք առանց խնդրելու էլ այդ բանը ստանաք։ Այսինքն ինքը հոգալ ոչ թե դու տունը նստի մի աշխատի, քեզ ամեն ինչ կտրվի, ոչ, դա չի ասում Տերը։ Այլ ասում է միտքդ մի զբաղացրու այդ բանով։ Այլ կարևոր բան կա, հոգևոր բաները կա։ Դրա համար ժամագիրք վստահ եմ շատերը տունեք ձեր ձեռքի տակ, բացեք ժամագիրքի այդ բոլոր աղոթքները, սկսեք գիշերայինից մինչև հանգստյան ժամերգությունների աղոթքները, մի հատ մենակ աղոթքները, հա, նաև քարոզները, որոնց նախորդում են այդ աղոթքների նախորդող քարոզները։ Մի հատ կարդացեք, տեսեք այնտեղ ինչ են խնդրում։ Եկեղեցին ինչ է սովորեցնում, որ հիմնականում այդ աղոթքը մեղքերի թողություն, մտքի պայծառություն, լուսավորի Տեր, սատանայի փորձություններից ազատի, հնարավորություն դու փառաբանենք քեզի, քո կամքը կատարենք, այս պատվիրանների մեջ մնանք, հոգևոր բաներ է խնդրում, այսինքն մարմնավոր բան չի խնդրում, որտեվ մարմնավորը երկրորդական է, եւ Տերը դա ասում է ես ձեզ կտամ դա։ Իսկ եթե դու անդադ միտքդ զբաղված է դրանով, նշանակում է, որ դու ինչպես Տերը ասում է, թերը հավատ ես։
որովհետև չես վստահում, չես հավատում, որ Տերը քեզ այդ բանը կարող է տալ։ Նայեք, իմիջիալից մի հետաքրքիր բան չեք մտածել, Նարեկացին էլ իր աղոթագիրքը, որ կա Մատյան ողբերգության, այնտեղ մարմնավոր նյութական բաներ չկա։ Շատերը ասում են, երբ որ հիվանդ ես, դժվար է, այսի մի բան է, այս բաները աղոթի ինքն իրան կլինի։ Դա մոգություն է։ Պետք չի Նարեկի աղոթքները մոգության բերել, որտեղ ասում է՝ ի խորոց սրտի ձայն առ Աստված, հա։ Ի խորոց սրտի, այսինքն սրտի խորքից է հելնում եւ այդ աղոթքները, որ կա ինքը ասում է, դա հոգեվոր խնդրանքներ են։ Այսինքն սիրտը իր միտքը լցված է հոգեվոր բաներով, մեղքերի թողություն, Աստծուն ավելի ճանաչել, ավելի մոտենալ այդ փափակը։ Հարց՝ դուք ունեք այդ փափակը ձեր մեջ, որ Տիրոջը մոտենաք, որ արժանանաք արքայության մտնելու, սրբերի հետ նույն տեղում լինելու, այդ փափակը դուք ունեք, երբ որ չունեք, դուք բնական է մարմնավոր բաներն եք խնդրելու եւ սատանան դա տալու է, որ դուք անդադ մարմնավորի մասին մտածեք եւ կողքից էլ կտա, որ դու համոզես, օրինակ դա մենք տեսնում ենք տարբեր աղանդների մեջ, որոնց մոտ քարոզչությունը տարվում այն բանով, եթե դու Աստծուն հաճելի ես, ուրեմն դու պետքա բարգավաճ վիճակի մեջ լինես, դա ոչ թե բարգավաճ կուսակցության անդամ լինես, այլ բարգավաճ լինես, քո կյանքով առողջ լինես, հիվանդ չլինես, ամեն բան ունենաս, եւ մարդը, երբ որ տեսնում է ինքը չունի, դա սկսում է աղոթել, մտածում է, թե այս բաները չունեմ, ուրեմն Աստված հետս չի, ու սատանան տալիս է այդ ամեն ինչը, որ մարդ ավելի Աստծուց հեռանա։ Դրա համար սա ձևով նախաբան թող լինի, մենք հասկանանք, որ աղոթքը իրանից ինչ է ներկայացնում։ Աղոթքը դա անսասան կանգնել Տիրոջ առջև, լինել Տիրոջ մեջ, Քրիստոսի մեջ լինել անսասան։ Սա է աղոթքը։ Հիմա էլ եթե լսվում է ահազանգը հնչեց, փորձեմ շարունակել, երբ որ դու նեղությունների, դժվարությունների մեջ անսասան ես մնում ես անսասան եւ չես շարժվում, խուճապի մեջ չես ընկնում, ինչպես են օրինակը բերեցի փոքրիկ երեխան, որը մամայի կողքն է, ինքը անսասան է, ինքը չի վախենում ինչ կլինի, իսկ որպեսզի դա հասկանաս, այդ բանը, այդ անսասանությունը Տիրոջ մեջ գտնվես, նախ մի հատ կարդամ մեկ վարքյան 15-րդ գլուխը Հովանո Ավետարանից, շատ հետաքրքիր բան է ասում Տերը. Ես եմ ճշմարիտ որդատունքը եւ իմ հայրը մշակն է։ Ամեն ճյուղ, որ իմ վրա է, պտուղ չի տալիս, նա կտրում է այն, եւ այն ամենը, որ պտուղ է տալիս, ետում է, որպեսզի առավել եւս պտղաբեր լինի, էտում է։ Դուք արդեն իսկ մաքուր եք այս խոսքի համար, որ ձեզ ասացի, մնացեք իմ մեջ, այս կարևորը, մնացեք իմ մեջ եւ ես ձեր մեջ, ինչպես ճյուղը, որ ինքն իրեն չի կարող պտուղ տալ, եթե որդատունքի վրա հաստատված չլինի, նույնպես եւ դուք, եթե իմ վրա հաստատված չլինեք։ Ես եմ որդատունքը, իսկ դուք ճյուղերը, ով բնակվում է իմ մեջ եւ ես նրա մեջ, նա շատ պտուղ է տալիս, որտեվ առանց ինձ ոչինչ անել չեք կարող։ Եթե մեկ իմ վրա հաստատված չէ, նա ճյուղի նման դուրս կնետվի եւ կչորանա, եւ այն կհավաքեն ու կրակը կնետեն եւ կայրվի։ Եվ այսի լսեք կարևորը, եթե իմ մեջ մնաք եւ իմ խոսքերն էլ մնան ձեր մեջ, ինչ որ ուզենաք, խնդրեցեք Աստված եւ ձեզ կտրվի։ Այսինքն ինչ որ ուզենաք, խնդրեք Աստծուց եւ ձեզ կտրվի։ Նորից կարդամ. Եթե իմ մեջ մնաք եւ իմ խոսքն էլ մնան ձեր մեջ, ինչ որ ուզենաք, խնդրեցեք Աստծուց եւ ձեզ կտրվի։ Մնանք Տիրոջ մեջ, իր խոսքն էլ մեր մեջ կմնա եւ ինչ որ ուզենք, խնդրենք, Աստված մեզ կտա։ Այս որոտումները։ Հիմա նայեք Տերը ինչ է ուզում մեզ ասել։
Մնալ իր մեջ, ինչպես կարող ենք մնալ իր մեջ։ Այսինքն, եթե մենք իր մեջ չենք, եթե մենք իր հետ չենք, այդ ճյուղի պես կնետվենք դուրս։ Հասկանում եք, դա շատ կարևոր մի բան է, որ առանց Տիրոջ մենք ոչ մի բան չենք կարող անել, որտեղ այդ ճյուղերը սնվում են որդատունքից, այսինքն այդ սնունդը արմատներով գալիս, այդ սնունդը ընդեղ է գալիս ու պտուղ է տալիս։ Իսկ պտուղը դա մեր գործերն են, առաքինություններն են։ Եվ Պողոս Առաքյալը, հիմա միջև ավելի ճիշտ Պողոս Առաքյալին հասնելու, ասեմ հետևյալը, որ այս վիճակը, որ կա Տիրոջ մեջ գտնվելու, դա գալիս է Աստծո խոսքը լսելուց։ Աստծո խոսքը լսելուց եւ հաստատ լինելուց այդ Աստծո խոսքի մեջ։ Ինչպես դրա համար շատ քրիստոնյաներ, մեր հավատացյալների ցավոք սրտի Աստծո խոսք չեն կարդում։ Իրենք կարան կարդան սրբերի վարքեր, կարդան սրբերի խրատներ, ինչ-որ բաներ, հետաքրքիր է, կարևոր է, բայց Աստծո խոսք չեն կարդում։ Ցավոք սրտի, տգետ են եւ չգիտեն, որտեվ Աստծո հայրերը մեր Աստծո խոսքով են սնվել եւ այդ խոսքից իրենք պտուղներ են հանել տվել մեզի։ Իսկ դուք եթե չեք կարդում, դուք այդ պտուղները չեք հասկանա ինչ են իրենք ուզել մեզ ասել։ Դրա համար լինել Տիրոջ մեջ, դա նշանակում է իր խոսքը, այսինքն քեզնով անել, քո մեջ պահել, վստահել։ Օրինակ, դա տարբեր օրինակներ բերեմ, հիմա մինչև Պողոս Առաքյալին հասնելը։ Սաղմոսները վերցնենք, չէ՞։ Եթե մենք Աստծո խոսքը չգիտենք, բնական է մենք չգիտենք Տերը ինչ է ուզում։ Տերը ով է, իրանից ինչ է ներկայացնում։ Եթե մենք չգիտենք։ Իսկ եթե գիտենք, ուրեմն մենք Տիրոջ մեջ ենք եւ այդ խոսքը մեր մեջ էլ հաստատվում է։ Երևի մի քիչ խառնեցի, բայց հիմա ավելի հասկանանք։ Հիմա ամբողջը չեմ կարդա 91 Սաղմոսը, Բարձրալի ծածկոցի տակ բնակվող ամենակարողի Հովանի ներքո է հանգստանում։ Ես Տիրոջ չկասեմ իմ ապավենն, իմ ամրոց, իմ Աստված, որի վրա եմ հույսս դրել, որտեվ նա կփրկի քեզ որսացողի որոգայթից, չար ժամտամահից, նա քեզ կծածկի իր փետուրներով, նրա թևերի տակ ապահով կլինես, նրա ճշմարտությունը վահան եւ զրահ, դու չես վախենա գիշերվա զարհուրանքից, այն նետից, որ թռչում է ցերեկ, այն ժանտախտից, որը շրջում է խավարում, այն հարվածից, որ սատկեցնում է կեսօրին, 1000 հոգի կընկնեն քո կողքին եւ 10,000-ը քո աջ կողմում, բայց քեզ ոչ մի հարված չի մոտենա։ Մյուսը 121-ը մեր պաշտպանը, ես բարձրացնում եմ իմ աչքերը դեպի սարերը, որտեղից պիտի գա իմ օգնությունը։ Իմ օգնությունը Տիրոջից է, որ արարեց երկինքն ու երկիրը, նա չի թողնի, որ քո ոտքը սահի, քո պահապանը չի քննի։ Ահա Իսրայելի պահապանը, որ չի ննջելու եւ չի քննելու։ Տերը քո պահապանն է, Տերը քեզ Հովանի քո ձեռքի մոտ։ Ցերեկն արեգակը չի զարգելու քեզ, ոչ էլ լուսինը գիշերը, Տերը պիտի պահպանի քեզ ամեն չարից, նա պիտի պահպանի քո անձը, Տերը պիտի պահպանի քո երթուդարձը, այսուհետև մինչև հավիտյան կամ 23 Սաղմոսը։ Տերն է իմ հովիվը եւ կարիք չեմ ունենալու, նա կանաչ մարգագետիններում պարկեսնում է ինձ հանդարտ, ջրերի մոտ է տանում ինձ, նա վերանորոգում է իմ հոգին, առաջնորդում է ինձ արդարության շավիղների մեջ, իր անվան համար, եթե մահվան ստվերի ձորի մեջ էլ քայլեմ, շատ բանից չեմ վախենա, որտև դու ինձ հետ ես, քո գավազանն ու ցուպը մխիթարում է ինձ։ Հասկանում եք ինչ եմ ուզում ասել։ Այսինքն, երբ որ դու այս բաները գիտես, եւ հաստատված ես դրանով, դա դառնում է քո մեջ ու դու վստահ ես, երբ որ մի բան է լինում, դու խուճապի չես մատնվում, որտեվ դու վստահ գիտես, որ Տերը քեզ հետ է, քեզ այս բաները չի պատահի։ Իսկ եթե նույնիսկ մի բան քեզ հետ լինում է, դու վստահ ես, որ Տերը թույլ է տվել, որ դա այդ բանը լինի։
Ինչու է շատ դեպքում բաներ լինում, նեղություններ, դժվարություններ, որ մենք ավելի հաստատվենք եւ իմանանք, որ այն ինչ որ մեզ հետ եթե չի լինում, դա Տիրոջից է, ոչ թե մեզանից է։ Ինչպես ասում է Տերը, ասում է առանց ինձ բան չեք կարող անել։ Ես մի օրինակ բերեմ, որ ավելի համոզվեք, պատկերացրեք մի բնակարան, տուն, դու այդ ամուր պատեր են, դու վստահ գիտես, այդ տան մեջ ես, դուրսը փոթորիկ է, անձրև է, կարկուտ է, քամի է, որը այդ փոթորիկը գալիս կպնում է պատերիդ ու տունը անսասան վիճակի մեջ է։ Դու այդ պայն պատուհանից կնայես, մի քիչ ասես, վայ ինչ լավ է, որ տան մեջ եմ, դուրսը չեմ, ու քո տան մեջ դու քո գործերը կանես։ Քո առօրյան, այսինքն հոգսերդ կճաշես եփում, գիրք ես կարդում, ֆիլմ ես նայում, այսինքն հանգիստ քո առօրյան անցկացնում ես քո տան մեջ, որտեղ դու վստահ ես, որ այդ բաները քեզ հետ չի լինում, բայց դա չի նշանակում, որ դուրսը չկա տենց բան։ Այսինքն այսպես էլ Տերն է մեզ սովորեցնում, որ հասկացնում է, որ իմ մեջ լինելը դա այդ թաքսոցի մեջ պահկվելն է, որը Տերն է։ Երբ որ դու իր մեջ ես, դուրսը ինչ փոթորիկ լինում է, քեզ հետ բան չի պատահի։ Սա արդեն աղոթքի վիճակն է, երբ որ դու Տիրոջ մեջ ես եւ Աստծո խոսքն էլ քո հետ է եւ դու արդեն միայն խնդրում ես ժամագրքի աղոթքներով ասեմ, հա, խնդրում ես, որ Տերը քեզ իմաստություն տա, որ Տերը քեզ լույս տա, միտքդ լուսավորի, որ պատվիրանները կարողանաս պայես, քո մտահոգությունը միայն դա է, ոչ թե ստամոքսի մասին մտածելն է, ոչ թե մարմնի առողջության մասին մտածելն է։ Իսկ եթե նույնիսկ ուզում ես մտածել նրա համար, որպեսզի կարողանաս Տիրոջ պատվիրանները կատարել։ Չեմ հուսամ կարողանում եմ բացատրել ասածս։ Հիմա ավելի գանք նոր կտակարանին, հա, Տիրոջ Մարկոսի 4 գլուխ, երբ որ այն օրը Իրիկնադեմին Հիսուս աշակերտներին ասաց. եկեք մյուս կողմն անցնենք, եւ ժողովրդին թողեցին նրան եւ նավի վրա էր, վերցնելով հեռացան, նրանց ուրիշ նավակներ էին հետևում։ Ուժեղ փոթորիկ եղավ եւ ալիքները նավի մեջ էին թափվում, նավը գրեթե ջրով էր լցվել։ Հիսուսը նավի հետևի մասում բարձի վրա քնած էր։ Նրան արթնասին ասացին. «Վարդապետ, քեզ հոգ չէ, որ կորնչում ենք»։ Նա արթնանալով քամուն սաստեց ու լճին ասաց. «Լռիր, հանդարտվիր»։ Եվ քամին դադարեց ու կատարյալ խաղաղություն տիրեց։ Եվ նրանց ասաց. «Ինչու եք այդքան վախկոտ, ինչու հավատք չունեք»։ Նրանք սաստիկ վախեցան ու իրար մեջ ասում էին. «Ո՞վ է արդյոք սա, որ եւ քամին եւ լիճը հնազանդվում են սրան»։ Տեսնում եք, սա այն նավակն է, որի մեջ Տերը քնած է։ Իսկ իրենք թերահավատ գտնվեցին, իրենք վախեցան, որ հիմա կխեղդվեն, այո, թրջվեցին ջուր իրենց վրա եւ իրենք արթնացնում են Տիրոջ, այսինքն եթե չարթնացնեին հանգիստ մնային, այդ բանը ինքն իրեն կհանդարտվեր։ Նույնը մեր կյանքի մեջ է, նորից այդ օրինակը տան մեջ, երբ որ դու տան մեջ ես, Տիրոջ հետ ես ու դուրսը քամի է, դու չես վախենում։ Որտեվ Տերն է իմ ապավենը, ես ումից վախենամ, հա, կամ ինչից վախենամ։ Սա է աղոթքը, հարգելիներ, սա է այդ աղոթական վիճակը, երբ որ դու անսասան Տիրոջ մեջ ես։ Իսկ դա գալիս է քո կյանքի փորձառությունից, ընկնելով, ելնելով, դա գալիս է Աստծո խոսքը կարդալուց, վստահելուց, հավատալուց այդ խոսքերին, որ ինչ էլ լինի, քեզ բան չի պատահի, ասում է իշխանություն է տալիս կողոտելու տարբեր վիշապների, գազանների, հա, օծերի, կարիճների։ Դա չի նշանակում հիմա ելենք սկսենք կարիճ տնորենք Աստծուն փորձելու, չէ, այ երբ որ մի բան մեր կամքից դուրս է լինում, մեզ հետ մի բան է պատահում, դու դուրս ես գալու, քո հետ մի բան պատահում է, չէ, անկախ քեզանից, քո կամքից, դու չեր ուզենա գնալ մի բան քեզ հետ լինել, բայց դու այդ պայն դու այնքան վստահ ես, որ Տերը քեզ հետ է ու քո հետ մի բան չի լինի։ Եթե նույնիսկ շուտը մի բան էլ է լինում, դու այնքան վստահ ես։ Հիմա այստեղ կուզենայի կարդալ Պողոս առաքյալի խոսքերը։ Հզոր խոսքեր են։ Փիլիպպեցիների 4
գլուխ ու ստեղ դու կհասկանաք ու ոչ մեկ թող չասի դե էդի Պողոսն է, դե էդի են սրբերն են, դե մենք սենց նայեք հետաքրքիր ինչ է ես ուշադիր սովորել եմ այս բառը ես սովորել եմ բավարարվել նրանով ինչի մեջ որ կամ գիտեմ կարիքի մեջ ապրել առատության մեջ լինելն էլ ամեն բանում ամեն ինչի տեղյակ եմ թե կշտանալուն թե քաղցելուն, թե առատությանը, թե կարիքին։ Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Նայեք, ես սովորել եմ։ Իր կյանքը, այսինքն Տերը սովորեցրել է իրեն։ Առաքյալներն էլ էին սովորում, կամաց հաստատվեին Տիրոջ մեջ, հաստատվել իր մեջ լինելու եւ այս նեղությունները, դժվարությունները արդեն Պողոսի համար բան չէր անցնում էր այդ ամեն ինչի մեջով որտեվ ասում է ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով որտեվ ինքը իրեն զորացնող Քրիստոսը իր մեջ էր սա է աղոթական վիճակը երբ որ դու քայլում ես անսասան ու երբ որ պետք է բան խնդրես ասում ես դե ինչ շնորհ դու քեզի փառաբանեմ ինձ սովորեցրու չարին հաղթահարեմ, պատվիրաններդ կատարեմ, սա է բուն խնդրանքը աղոթքը ու փառք տալ եւ նաեւ եթե մեղք են գործում, ասենք մեղա քեզ Տեր, որպիսի ներվի։ Դրա համար Տերը ինչ նորից կարդամ։ Եթե իմ մեջ մնաք եւ իմ խոսքերն ալ մնան ձեր մեջ, ինչ որ ուզենաք, խնդրեցեք Աստծուց եւ ձեզ կտրվի։ Հիմա ասում եք ստեղ ինչ որ ուզենաք, այսինքն կարամ ամեն բան խնդրեմ, ոչ, եթե դու Տիրոջ մեջ ես հաստատված, դու Աստծո խոսքն էլ քո մեջ է, որը քեզ սովորեցնում է, դու նյութական տես բաներ չես խնդրի, ամեն ինչը դա այդ քո հոգևոր կյանքի համար է, ինչպես որ ասացինք, փնտրեցեք արքայությունը եւ նրա արդարությունը, խորհեցեք վերին բաների մասին Պողոս առաքյալն է ասում։ Երբ որ դուք այս ամենը գիտեք, դուք չեք խնդրի ուրիշ բան։ Ամեն բանը դա այն է, ինչ որ քո հոգևոր աճի համար է։ Օրինակ, sense մի բան էլ կա, մարդիկ կան այդ բաներն են, հաշվիչներն են առնում ու Հիսուսյան աղոթք կա, Հիսուս Քրիստոս որդի Աստծո ողորմյա ինձ եւ sense մի հատ բան են դնում 1000 անգամ կրկնեն որ միտքը տիրոջմով լցվի բան դա խորհուրդ կտամ մի կարդացեք այդ բաները ավելավա այդ աղոթքները մի արեք ավելավա Աստծո խոսք կարդացեք այդ բաները եւ տեսեք Տերը ինչպես էր աշակերտներին դաստիարակում տեսեք թե ինչպես Տերը նավակի օրինակով որ ինչ էր ասում թերահավատ ինչու եք վախենում Այսինքն այս բաները հասկացեք, որ երբ որ դու Տիրոջ հետ ես, այդ աղոթքները 1000 անգամ դու կարդալով, ծոմ ու պահ գեդինը քնելով, այդ անջատված այդ մեդիտացիոն վիճակները նմանատել այնտեղ խորհուրդ են տալի կենտրոնացի ճակատիդ, պորտից, սրտիդ, եսին որտեղ, եթե այդ բաներն էլ ես անում, ավելավա գնա բուդդիստ դարձիր, իրանք ավելի կատարյալ են դառը, քան դու քո այս ամեն ինչով որտեղ բուդդիստն էլ իր կենտրոնանում է ինքը ժուժկալ է ինքը մեդիտացիաներ է միտքը ուրիշ տեղ չի գնում նույնիսկ կարան թռնեն ջրի վրով քայլեն ես իմ հրաշքներ գործեն դա չի այդ աղոթքները դա կարող է նպաստեն բայց աղոթական վիճակը նորից եմ կրկնում դա այն է երբ որ դու Տիրոջ մեջ ես շատ տեղեր կա կարդացեք որ Տերը անդադ ասում է որ Եղեք իմ մեջ, ինչպես ես հոր մեջ եմ, ասում է ես ու հայրը կգանք կբնակվենք ձեր մեջ, ինքներ էր աղոթում, ասում էր հայր, ինչպես ես եմ քո մեջ, դու իմ մեջ, տենց էլ թող իրանք էլ մեր մեջ լինենք, մենք ձեր մեջ։ Այսինքն դա է կարևորությունը, դրա համար եմ ասում, սա է աղոթքը, աղոթքի ձևը, երբ որ դու անդադ նորից եմ ասում, փողոցով քայլում ես, ու դու քո մեջ ներքուստ վստահ ես, որ դու Տիրոջ մեջ ես։ Եվ եթե մի բան քեզ հետ պատահում է, դու չես սասանվում։ Կարելի է ասենց օրինակել բերեմ, դե սուտ կլինի որ չսասանվես մի պահ, պատկերացեք մարդ մրսում է, այսպես դող անցնում իր մարմնով եւ
Բայց ինքը շուտ իրեն գտնում է, գնում տաքանում է կամ ինչ-որ տաք բան է խմում, այդ դողը անցնում է։ Բայց մարդ էլ կա, որ այդ դողը չի անցնում, մնում է, սկսում է ինքը դողալ, ջերմություն է բարձրացնում, ուսես դողալու մեջ է։ Սա այն վիճակն է, երբ որ քեզ այդ մի բան լինում է, դու մի պահ սասանվում ես, մի բան կարող նեղվես, լացես, ողբազես, իմ տակնու վրա խառնվես իրար, բայց միանգամից քեզ գտնում ես, որտեվ քո հիմքը ամուր է, քո հիմքը դա Տիրոջ խոսքն է, ու դու Տիրոջ մեջ ես, ու միանգամից Տերը քեզ օրհնում է։ Դրա համար մի վախեցեք, մարդիկ քո մասին ինչ կմտածեն, ինչ կասեն, ինչեր կանեն, ինչ դավեր կանեն, գլխիդ ես իմ ինչ կընկնի, որտեվ դու այնքան վստահ ես Տիրոջմով։ Կներեք, կրկնում եմ, բայց որ ավելի կարողանամ հասկացնել, որ դու այնքան ես վստահ Տիրոջմով, որ ինչ էլ լինի, դու փառք ես տալի Տիրոջը։ Դու չես նյութական բաներից չես կապված։ Նորից եմ ասում, Պողոսն էլ ասում, ուտել խմելու բան ունես, դրանով կբավարարվի։ Գիտեք, շատ բաներ ինքն իրան է լինում, հավատացեք էլի, երբ որ դու ես վիճակի մեջ ես Տիրոջ, Աստծո շնորհքը գործում է։ Ինչ բաներ կա, որ դու մտածում ես, նույնիսկ չես էլ ուզում խնդրես, մտքովդ անցնում է, մեկ էլ տեսնում ես, բայց դու Տիրոջ ճիշտ վիճակի մեջ ես, հաստատված ես Տիրոջմով, իր մեջ ես, այսպես ասեմ, մեկ էլ տեսնում ես ինքն իրան լինում է, Տերը մեկին ուղարկում է, մեկ ինքն իրան ստացվում է, հրաշք է տեղ ունենում, ասես ճակերտյալ եւ իրական հրաշք է տեղ ունենում։ Եվ դու ավելի ես համոզվում, որ Տերը քեզ հոգում է։ Վստահ եմ, ձեր կյանքի մեջ շատ տես բաներ եղել է։ Տերը մարդկանց ուղարկել, ինչ-որ բաներ են տեղի ունեցել, բայց որ դու անդադ նստում սկսում ես դրա մասին մտածել, այդ նյութական, մարմնավոր բաների մասին, դու եւ նյութականն էլ ես դժվարությամբ ձեռք բերում, եւ հոգեվորը էլ չեմ ասում։ Դրա համար Պողոս առաքյալ ասում է, սովորել եմ այս բաները։ Ինքը նեղություններ էր կրում, բայց ինքը գնում վրաներ կարում եւ այդ վրանը վաճառելով ինքը սնունդ էր հայթայթում։ Դա չի նշանակում, որ պետք չի։ Տերն էլ էր մեզ սովորեցնում։ Իշում եք առաքյալներին ուղարկում, ասում է ձեր այդ ոչ մի դրամապանակ, ոչ մի բան չառնեք, ավելորդ հագուստ գնացեք, քարոզեցեք, եւ երբ որ գնացին եկան, ասեց, ահա, ձեզ ոչ մի բան չէիք վերցրել, բայց ձեր հետ է, չէ՞, Տեր ասես, բայց կգա ժամանակ, երբ որ կվերցվի Տերը, այս բաները պետք է առնեք ձեր հետ։ Այսինքն Տերը գիտի, որ մեզ այդ քարոզիչներին, առաքյալների նկատի ունեմ եւ մեզ էլ այն առօրյա բաները պետք է։ Այսինքն անհոգ չպետք չի մնալ, այսինքն չի նշանակում, որ չգնամ խանութ, հաց չգնեմ, օրինակ, հա, չգնամ աշխատանքի, չաշխատեմ։ Բայց երբ որ դու աշխատում ես, Տերը քեզ սոված չի թողնի, նեղության մեջ չի թողնի։ Սա է ուզում ասի, որ այն փոքրիկ այն բաները, որ կա առօրյա, որտեվ ասում եմ, ձեզ ուղարկում եմ գառներ, որպես գառներ ուղարկում եմ գայլերի մեջ։ Այսինքն ուզում ասի Տերը, որ դուք նեղություններ եք կրելու աշխարհում, դժվարություններ եք ունենալու։ Բայց ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վախճանը։ Երբ որ դու գիտես Տերը քեզ հետ է, դու ես տակնու վրա լինում, ինչու ես տակնու վրա լինում։ Այս է աղոթքը, հարգելի բարեկամ։ Աղոթքը սա է, երբ որ դու Տիրոջ մեջ հաստատված ես, գիշեր ցերեկ միտքդ Տիրոջմով ես զբաղված։ Ինչու է Տերը ասում ամենայն ժամ աղոթեցեք, չէ՞։ Այդ ինչի որ նստես 24 ժամ ինչ գրքից բան կարդաս։ Աղոթքը հենց այդ վիճակն է, ամեն ժամ Տիրոջ հետ լինելն է։ Տիրոջ մեջ լինելն է ամեն ժամ։ Քեզ գիշերն էլ արթնացնեն, դու վստահ Տիրոջ հետ ես գիտես։ Դրա համար երբ որ մահն էլ գա, դու չես վախենա։ Երբ որ նեռն էլ գա, դու չես վախենա, որտեվ դու Տիրոջ հետ ես, դու Տիրոջ մեջ ես, ու այդ նեղություն, դժվարությունները քեզ չեն վախացնի։ Այո, այդ դողը կտա, բայց քեզ չի սասանեցնի։ Սա է աղոթքը։ Մեկ-մեկ իրար ասում ենք իրար համար աղոթենք։ Իսկ մենք աղոթում ենք, դիմում ենք աղոթի, որ նյութական, ինչ-որ, այսինքն ֆինանսական, առողջական, գործի առումով աղոթի իմ գործերից լավ լինի, աղոթի, որ իմ
ամուսնանամ, չգիտեմ, եւ այլն, հա, գործ գտնեմ։ Սա այս բաները Տերը մեզ իմաստություն է տվել։ Դրա համար մենք խնդրում ենք Տեր իմաստություն տուր մեզ։ Իմաստություն տուր։ Ու երբ որ մենք փնտրում ենք հոգևորը նախ, այդ բաները ինքն իրան տրվում է։ Ու եթե չենք հավատում, Տերը ասում է, թերը հավատներ կամ հեթանոսներ, որտեվ իրանք են այս բաներից մտածում, որտեվ իրանք չունեն Աստված։ Դրա համար այսպիսի մտքեր վերցրեք Նարեկացին, Մատյան ողբերգության, ժամագիրք առավել եւս, ուղղակի մի հատ անցեք էլի այդ աղոթքներով, ասես մի հատ անցեք վրա, միշտ կարդացել եք որպես բան, նույնիսկ եթե աղոթքներ են կարդում, բայց մտքին ունենում եք ինչ որտեղ նյութական մի բան, բայց կարդում եք այդ հոգևորը, մի ծաղրական բան է դառնում, էլի, ոնց որ դուք մտքին ուրիշ բան ունեք, միտքդ ուրիշ բանով զբաղված, բայց դուք Աստծուց ուրիշ բան եք խնդրում։ Դրա համար շատերը այդ աղոթքները չեն ստանում, որտեղ նորից եմ ասում, դուք մարմնավոր բաներ եք մտքիդ մեջ, փապակը սա է, Աստված սիրտ քննող է, բայց դուք խնդրում եք հոգևոր բաներ, ոչ հոգևորն եք ստանում, որտեղ հավատքով չեք խնդրում, ոչ էլ մարմնավոր, որտեղ չեք խնդրում։ Դե հիմա կասեք, Տերը ասել է, բան, աղոթեցեք, որ փորձության մեջ չընկնեք։ Հենց աղոթքը նա է, որ դու Տիրոջմով հաստատված ես, նորից, ինչպես Տերն ասում, ես հայրը իմ մեջ է, ես հորս մեջ եմ, անում եմ այն, ինչ որ հայրս է անում։ Այն ով որ իմ խոսքս լսում է, նման է, որ տունը ժայռի վրա է կառուցել։ Սա աղոթական վիճակ է։ Ամենայն ժամ աղոթելն է։ Փորձությունից ազատվելն է, որտեվ փորձությունն է, երբ որ դու Տիրոջ մեջ չես, Տիրոջ մեջ այդ օրինակ է, տան մեջ փոթորիկ է, երբ որ այդ տնից դուրս ես գալի, պատուհաններդ բաց ես թողում, ամեն ջուր, կեղտ, փոթորիկ լցվում է տուն։ Իսկ երբ որ դու ամուր փակված այդ ամրոցի մեջ նստած ես, այդ փորձությունները քո հետ չի լինի։ Իսկ եթե ինչ-որտեղ բաներ լինում է, ապա Տիրոջ թույլտվությամբ, օրինակ վերցնենք Հոբին, որի մասին Պողոսն ասում չէ, Հոբի օրինակն է բերում մեզ, որ եթե Աստծո թույլտվությամբ է լինում այդ բաները, դրա համար խուճապի մի մատնվեք։ Այդ խուճապը տակնու վրա խառնվելը իրար, բան, դա ցույց է տալիս, որ դուք ավելի մարմնավոր բաներ եք խնդրում։ Պատարագին էլ գնալուց դա մի ամենագագաթնակետ վիճակն է, երբ որ դու գնում ես այնտեղ Տիրոջով հաստատվելու, ֆիզիկապես էլ քո մեջ Տիրոջը ընդունելու։ Սա է։ Իսկ դուք գնում եք պատարագին, խնդրում եք նյութական բաներ, գործերին հաջողություն, աշխատավարձ առողջություն, հաց, առօրյա, հարցեր լուծել, դա հայոյանք է մեր Տիրոջը։ Դրա համար պատարագին գնում եք, մոռացեք բոլորը եւ ամեն նյութական բան, գնացեք մի մտքով Տիրոջս մոտենալու, Տիրոջով հաստատվելու համար, որ ինչ որ խնդրեմ, խաղաղություն աշխարհիս, խաղաղություն ոչ թե պատերազմ չլինի, մարդկանց մտքերի մեջ խաղաղ լինի, Տիրոջ խաղաղությունը լինի։ Խնդրենք, որ մեր հարազատներին, մեր իշխանություններին, բոլոր հակադիր կողմերին իմաստություն տա, Աստծո երկյուղ տա, ոչ թե սրան հանի, նրան բեր, այս գործերին հաջողություն տու, չէ, իմաստություն տու։ Սենց այսպիսի բաներ։ Հուսամ կարողացա հասցնել իմ միտքս ձեզի, նորից ներող լինեք, որտեվ միտքը շատ սենց ցրված է, որտեվ հիմա ուղեղս ուրիշ տեղ է, ճիշտն ասեմ, այդ իմ գործն է, որ հանձն եմ առնելու Տիրոջ առջև, թող Տերը իմաստություն կա, մտքիս պայծառություն տա, որ կարողանամ այդ գործը անել, բայց ձեզ էլ չմոռանալ, նորից նյութեր ունեմ տարբեր պատրաստելու, այդպիսի բաներ, հարգելի բարեկամ, շնորհակալ եմ, որ լսում եք, աջակցում եք, Աստված ձեզ
Պահապան։